Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, ողջունում եմ ձեզ Համայն Հայության մայրաքաղաք Երևանից։ Այսօր հունիսի 4-ն է 2025 թվական։ Կխոսենք աշխարհաքաղաքական, տարածաշրջանային, ներպետական ուշագրավ թեմաներից, որոնք կներկայացնեմ իմ մեկնաբանությամբ։ Հաշվի առնելով որ շատ իրադարձություններ է կատարում տարածաշրջանում ու աշխարհում բավական լարված իրավիճակը թե ուկրաինական ճակատում, թե Իրանի հետ կապված, որն այնուամենայնիվ համաձայնության չեն գալիս դեռ Միացյալ Նահանգների հետ, ուղղակի նայենք ի վերջո մեր իշխանություններն ինչով են զբաղված, որքանով է adekvat իրենց վարքագիծը այդ ամեն ինչին եւ արդյոք դա է պատճառը, որ իրանք ընդհանրապես արտաքին քաղաքական օրակարգին չեն էլ անդրադառնում, այլ պարզապես օրակարգը լցնում են ներքին գզվռտոցներով։ Հիմա տեսնենք, վարչապետ Նիկոլ Փաշինյան ինչ է ասել, մենք կշերքի մի նժարի հայրենիքից մի մաս կորցրել ենք 44-օրյա պատերազմի արդյունքում, բայց ձեռք ենք բերել պետություն, որն ավելի ինքնիշխան է, որը ավելի անկախ է, որը ավելի ինքնուրույն է։ Հիմա ինչ է ստացվում, ինքը ցանկանում է պատերազմի ամբողջ մեղքը, որ մենք պարտվել ենք, ասի ոչինչ, պարտվել ենք, մի մաս կորցրել ենք, բայց պետություն ենք ձեռք բերել։ Այսինքն այդ պատերազմի արդյունքում պետություն ունենք, ոչինչ որ մի մաս կորցրել ենք։ Վերջապես մտածել է, որ այսինքն ինչով արդարացնի այդ պատերազմի եւ այդ պատերազմի պարտությունը։ Բայց մի հատ տարական հարց է ծագում։ Իսկ այդ պետություն ստեղծելուն պատերազմը ինչով նպաստեց։ Եթե պատերազմ չլիներ, մենք պետություն ստեղծելու, ինքնիշխան պետություն ստեղծելու հետ կապված, ինչ քայլեր կարող էինք անել, որ չենք կարող անել, եթե պատերազմ չլիներ։ Այսինքն եթե խնդիրը վերաբերում էր Ադրբեջանի այդ պայմանավորվածությանը, այսօր Ադրբեջանը սկինիչեմի խաղաղության պայմանագիր չունենք, բայց այդ խնդիրը վերաբերում էր պատերազմը Արցախի դեմ էր, Հայաստանի դեմ չէր։ Եթե Հայաստանի պետականության հետ կապված խնդիր կար Ադրբեջանի հետ, նստեիր բանակցեիր։ Դա էր պատճառը, որ ազգային ժողովի բարձր ամբիոնից ասիր, այս նույնը կլներ կհանձնեին ուղղակի առանց զոհերի, բայց եթե պատերազմ չլեր ով ինձ թույլ կտար այդ հողերը հանձնեի։ Այսինքն ազգային ժողովի բարձր ամբիոնից այլևս ասված է, որ այդ պատերազմը պատվիրված էր, որպեսզի հնարավոր լիներ զիջել եւ ժողովուրդը դրանից չըմբոստանալ։ Դա արդեն ասված է, դա ջնջել հնարավոր չի։ Հիմա երբ որ արդեն դրանից հետո Նիկոլ Փաշինյանը մտածում է, բա դա ի վերջո մարդիկ ասում են, բայ երեխեքին ինչի տարար կոտորեցիր, եթե արդյունքը մեկը նույնն էր ելնելու։ Ասում է, չէ, այդ մարդիկ զոհվել են հանուն մեր պետականության։ Ոնց։ Պետականության պայմանավորվածությունը Ադրբեջանի հետ, Հայաստանի հետ կապված կապ ուներ դա Արցախի հետ։ Եթե գտնում ես, որ Արցախը այսպես թե այնպես մերը չէր, 91 թվից մերը չէր, ասում էր, բա եթե հանձնեմ կասեն դավաճան, այսինքն նշանակում է պիտի տաներ մարդիկ պատերազմը զոհվեին, որ նոր դավաճան չասեն, կայլակարծել չեն ասում։ Այսինքն դա նշանակում է դա որևէ ձևով չի արդարացվում։ Եվ որովհետև ցանկացած գործողություն, որը հայ-ադրբեջանական հարաբերություն պետք է կարգավորեր, եթե խոսքը վերաբերում էր նրան, որ Հայաստանի զորքը պետք է հանեիր ընդեղից, հանեցիր, կարողա չհանեցիր։ Հանեցիր պատերազմից հետո, հանեցիր զոհերից հետո։ Հանեիր դրանից առաջ, եթե դու օբյեկտիվորեն գտնում ես, որ դա մեր տարածքը չի, 91 թվականից մերը չի։ Մենք ինչի ենք անօրինական պատերազմ մղում։ Չէ որ 23 թվականին Հայաստանը չմիջամտեց, պատճառաբանելով, որ եթե միջամտեինք, Հայաստանի պետականությունը կվտանգեինք։ 20 թվականին Ադրբեջանի հետ պայմանավորվեիր, ասեիր դուրս եմ հանում իմ զորքը։ Արի նստենք Հայաստանի պետականությունը ճանաչում ես, ես անում, ես անում, ես անում։ 29743-ն է կճանաչեր, մի հատ ոտերդ կընկներ, շնորհակալություն կհայտներ, որ դու դա արել ես։ Թե ինչ կմտածեին քո մասին ժողովուրդը, այդ ուրիշ հարց է։ Բայց դու ասում ես, մենք այդ զոհերի գնով, մենք այդ պատերազմի գծով պետականություն ստացանք։ Որն է այդ պետականությունը, որ պատերազմից հետո կանգնում ասում ես, որ կադաստրի վկայականը Ադրբեջանից պիտի ստանանք։ Եթե Ադրբեջանը կադաստրի վկայական չտա, մենք որտեղից կադաստրի վկայական կունենանք։ Իսկի մենք մեր պետությունը չենք ճանաչում։ Դա պայմանավորված է նրանով, որ Ադրբեջանը ճանաչի, որպեսզի կարողանանք մենք էլ ճանաչենք։ Սա է կոչվում ինքնիշխանություն։ Ինքնիշխանությունը նա է, որ կանգնել ասել, եթե մենք սահմանադրության նախաբանը չփոխենք, երկու կողմից ցլերը կհարձակվեն մեզ վրա, իսկ Փաշինյանն էլ կարմիր զգեստով էր, ցլերից փիս վախենում էր։
Հետո որ հասկացավ ինչ ասեց, էլի փորձեց sense լղոզել, հետո բայց տելի չստացվեց, ասեց սահմանադրությունը պետք է փոխենք, տարածաշրջանային սահմանադրություն պետք է դարձնենք, որպեսզի հաշվի նստենք տարածաշրջանային զարգացումների հետ։ Դա է ինքնիշխանությունը։ Քո պետության սահմանադրությունը հիմնական օրենքը դու փոխում ես համապատասխանեցնելով խաղաղության պայմանագրին, որը ուղղակիորեն կախված է Ադրբեջանից, եթե Ադրբեջանն էլ դրան չի համաձայնում, քո տարածքային ամբողջականությունը փաստաթղթով չի ճանաչում, դու կադաստրի վկայական չունես։ Այս ինքնիշխանությունն ենք ստացել, որ ժողովրդին ասում էր, եթե հիմա մենք չհամաձայնենք, մենք պետականությունը առաջիկա 2-3 տարվա մեջ, եթե չկարողանանք այդ հարցը լուծենք, մեր պետականությունը կկորցնենք։ Այդ ինքնիշխանության մասին էր խոսքը։ Նենց որ ուզեմ ասեմ, այս կարգի բաներով ցույց տալու, որ ժողովուրդ ջան, իմացեք, այդ պատերազմը իզուր չէր, մենք կռվեցինք ու պետություն ստեղծեցինք։ Իմաստը ո՞րն էր դրա, եթե պետություն ստեղծելու համար ի՞նչն էր պակասում։ Պետությունը մենք ինքնիշխան ունեինք։ Խորհրդային միությունը լուծարվել է, մենք էլ մեր ինքնիշխանությունը ստացել ենք։ Դրա համար Ադրբեջանից մեր կախվածությունը ո՞րն էր, որ Ադրբեջանը մեր տարածքային ամբողջականությունը կճանաչի։ Եթե դու Արցախից sense տենեց հրաժարվելու էր, հրաժարվեր Ադրբեջանը կխնդրեր, որ տարածքային ամբողջականությունը ճանաչի, բայց պարտվածի հետ ուրիշ ձևի են խոսում։ Հիմա Հայաստանի տարածքային ամբողջականությունը չի ճանաչում, Արևմտյան Հայաստանի հավակնությունները հանդես բերում, որովհետև դու արդարացնում ես պատերազմը, արդարացնում ես դա մեզ պետք էր բարի նպատակների համար, պետություն ստեղծելու համար, այս է վիճակը։ Իսկ հիմա նայենք ընդհանրապես մեր բանակին, որին որ վստահում ենք մեր սահմանները, ով է դրանով զբաղվողը։ Մի հատ էլ նայենք, որ մեր ամբողջական պատկերացումն է մեր վիճակի հետ կապված։ Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ գլխավոր շտաբի պետ Էդուարդ Ասրյանը նշել է. Այո, կրակոցներ հնչել են, հնչում են, բայց դրանք նպատակային չեն, թիրախային չեն։ Սահմանին կրակոցների մասին է խոսքը։ Անդրադառնալով ադրբեջանական կողմի հայտարարություններին, թե իրենք չեն եղել կրակողները, գլխավոր շտաբի պետը նկատել է. միանշանակ իրենք այդպես կասեն, բայց դե իրենք են կրակողները, իսկ մեր գնահատականով նպատակները հետևյալն են. մեր զինծառայողների վրա ճնշում գործադրել, սահմանային բնակչության վրա ճնշում գործադրել, ասել է Ասրյանը։ Հիմա այս հարցին անդրադառնանք, շարունակենք առաջ էլի հետաքրքիր բանը ասել։ Առաջինը, Ադրբեջանը ասում է կտրականապես մերժում է, որ ինքն է կրակել մեր սահմանի վրա, մեր բնակավայրերի վրա։ Գլխավոր շտաբի պետը ասում է չենք հավատում, իրանք են կրակել։ Այսինքն Ադրբեջանը սուտ է ասում, իրանք են կրակել։ Բայց այդ դեպքում հարց է ծագում։ Բայց Ադրբեջանի հետ կապված ո՞րն է Նիկոլ Փաշինյանի վստահությունը, որ Ադրբեջանը եթե համաձայնվել է կետերի հետ, անգամ չի ստորագրել, ընդամենը համաձայնվել է, ուրեմն մեր մոտ պատերազմ չի լինի, մեր մոտ խաղաղություն ալնելու։ Որ ադրբեջանցու խոսքի վրա է հիմնվում, ստախոս, հա, բաստեղ ինչ-որ մի բան տարօրինակ չի գլխավոր շտաբի պետի համար։ Եվ մյուսը, եթե մենք Ադրբեջանի հետ գնում ենք խաղաղ պայմանավորվածությունների եւ Նիկոլ Փաշինյանն իրան ճղում է, որ պատերազմ չի լինելու, մարդիկ կասկածում են, որտեղից քեզ այդ վստահությունը, եթե Ադրբեջանը ամեն օր սադրանքի է գնում, որտեղ էլ նստում Հայաստանից բողոքում, ասում է չի լինելու։ Մենք հիմա ուզում ենք գլխավոր շտաբի պետից իմանանք, որտեղից Նիկոլ Փաշինյանին այդ վստահությունը, եթե Ադրբեջանի նպատակը ոչ թե խաղաղությունն է, ժողովուրդ ջան, մարդը պարզ ասում է, որ հետևյալն է զինծառայողների վրա ճնշում գործադրել, բնակչության վրա ճնշում գործադրել։ Այսինքն այդ Ադրբեջանը, որի հետ Հայաստանը պատրաստվում է թուղթ ստորագրի 5 րոպե հետո էլ առևտուր սկսի 300,000 էլ ադրբեջանցի բերի Հայաստան տեղավորի, որ դրա հետ կապված արդեն մեզ բացատրում են, որ դա շատ նորմալ է, ինչ պրոբլեմ կա, այդ Ադրբեջանը ճնշում է գործադրում մեր զինվորների վրա եւ մեր խաղաղ բնակչության վրա, եւ դա ասում է գլխավոր շտաբի պետը, որտեղից ձեզ վստահություն, որ ինքը չի գնալու սադրանքի, չի գնալու էսկալացիայի։ Շարունակությունը նայեք, այլ կհասկանանք։ Հարցին նայել է վստահ, որ պատերազմ չի լինելու եւ լինելու է խաղաղություն, ինչպես պնդում է վարչապետը։ Ասրյանն ասել է. Հայաստանի վարչապետը հանդիսանում է նաեւ ի պաշտոնե զինված ուժերի գերագույն հրամանատար։ Այն ինչ որ Հայաստանի վարչապետը հնչեցնում է, ուրեմն բավականին հիմքեր ունի դա հնչեցնելու։ Հիմա հարց է ծագում։
Այսինքն ամենամեծ ինֆորմացված մարդը բանակի հետ կապված գլխավոր շտաբի պետն է։ Նույնիսկ եթե վարչապետը ուրիշ տեղից էլ ինֆորմացիա ստանա, ուղարկելու է գլխավոր շտաբ, որ անալիզ անեն եւ ասեն, ինչ է սա նշանակում ու վարչապետին զեկուցեն, ասեն իմացի, սա այնքան էլ այդպես չի, սա այսպես է։ Այսինքն փոխանակ ինքը լինի այն մարդը, առաջի մարդը, որը կարող է գնահատական տա, ինքը գոնե թեկուզ իր գնահատականը տա, ասի, մենք հիմք չենք տեսնում կամ էս կամ իր վրայից ցրում է, որ հետո իրան չասեն, բա դու ասես պատերազմ չի լինելու։ Ասում է դե եթե վարչապետն ասում է գերագույն հրամանատար, ուրեմն մի բան գիտի։ Այսինքն դու չգիտես, ինքը գիտի։ Բա դու պետք է իմանաս, որ իրան ասես։ Նույնիսկ եթե ինքը ինֆորմացիա ստանա քեզ ասի, դու պետք է անալիզ անես ու ասես այս ինֆորմացիան ինչ է նշանակում։ Դու ավելի շատ ինֆորմացված ես, պրոֆեսիոնալ առումով ավելի շատ կարող ես տեղեկմանը ինֆորմացիա տաս ու ասես, չէ, ժողովուրդ ջան, իմ գնահատականով այնուամենայնիվ լարվածություն կա, բայց այդքան էլ այդպես չի եւ այլ անգամ չասես համաձայնես վարչապետի հետ, թե ոչ։ Դու քո կարծիքն ես հայտնում, թեկուզ համապատասխանի, բայց երբ որ դու ասում ես, դե ես ինչ ինքը որ ասում է ուրեմն մի բան գիտի, դա խայտարակություն է։ Ասում է այն մարդը, որը դրա պատասխանատուն է։ Եվ ինչ է ասում։ Վարչապետն է գերագույն հրամանատարը։ Հիմա ես կարդում եմ Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը, որի մասին ըստ երևույթին տեղյակ չի գլխավոր շտաբի պետը, որ այս 3 տարի գլխավոր շտաբի պետ է, էլի։ Դրա համար քանի այս սահմանադրություն Փաշինյանը չի փոխել, հասցնենք արագ կարդանք, ժողովուրդ ջան։ Հայաստանի սահմանադրություն հոդված 155 զինված ուժերը։ Երրորդ կետն եմ կարդում։ Զինված ուժերի զինվորական ամենաբարձր պաշտոնատար անձը գլխավոր շտաբի պետն է։ Այս բանը էլի Էդվարդ Ասիրյանը, որ ասում էր, թե ես ինչ վարչապետը գիտի, որին վարչապետի առաջարկությամբ նշանակում է հանրապետության նախագահը օրենքով սահմանված ժամկետով։ Այսինքն վարչապետն էլ չի նշանակում է նախագահը վարչապետի առաջարկով։ Ոչ պատերազմական ժամանակ գլխավոր շտաբի պետը ենթակա է պաշտպանության նախարարին, ոչ պատերազմական ժամանակ։ Եվ 4-րդ կետը, հոդվածը կարդանք, կետը։ Պատերազմի ժամանակ զինված ուժերի գերագույն հրամանատարը վարչապետն է։ Պարոն Ասիրյանին չեն ասել, որ հիմա Հայաստանում պատերազմ չի։ Եվ Նիկոլ Փաշինյանը գերագույն հրամանատարը չի, գերագույն հրամանատարը պաշտպանության նախարարն է խաղաղ ժամանակ։ Տեղյակ չի ինքը դրանից, որ ասում է, դե եթե գերագույն հրամանատարն ասում է, ուրեմն մի բան գիտի։ Եթե ինքը մի բան գիտի ու ընդհանրապես դու ոչ մի բան չգիտես, քանի որ ոչ մի բան չգիտես, դրա համար դու քո տեղն աշխատում ես, դու քո հետ չի կարա խնդրեմ ունենա Փաշինյանը։ Եթե ինքը քո գործը քեզանից լավ գիտի, մենք էլ գիտենք, որ ինքը բան չգիտի։ Ուրեմն դու իդեալական նվեր ես իր համար, բայց նվեր ես նաև թշնամու համար։ Ոնց ես դու սահման պահելու, ոնց ես դու բանակ պահելու, որ 4 նախադասություն ասում ես 5 հատ սխալ։ Ոնց։ Հիմա քեզ լրագրողը հարց է տվել, լրագրողի հարցին պատասխանես քեզանից գոհ։ Հիմա այդ նույն հարցերը հիմա ես կարդացի, հարցնել, կարդացի, պատասխանել։ Դուք հասկացաք, որ այս մարդը տիրապետում է իրավիճակին։ Բայց սա մեր վիճակը, որ անհանգստանում եք, շատ դեպքերում ասում են շատ պետք չի անհանգստանալ։ Ժողովուրդ ջան, անհանգստանը ոչ թե իմ անձնականի համար չեմ անհանգստանում։ Ես հասկանում եմ, որ ում ձեռին է այս պետությունը, եւ այս մարդիկ այս վիճակով պարտությունը հաղթանակ են ներկայացնում։ Բայց եթե գլխավոր շտաբի պետը ցալնի, պարտությունն էլ հաղթանակ կներկայացնես, կասես, դե չնայած պարտվեցինք, Հայաստանի մի մասում պետականություն ձևավորեցինք, մնացածը բա մենք պետականություն ունեինք։ Բայց 91 թվականից, երբ որ արդեն խորհրդային միությունը լուծարվեց, բա մենք ինչ ունեինք։ Ենթադրենք ժողովուրդը իր մտքում ծովից ծով Հայաստանը ուզում, դա նշանակում է մենք պետականություն չունեինք։ Այս աբսուրդն է, որ փորձում են նույնիսկ պարտությունը հաղթանակի տեղ անցկացնել, բայց քանի մարդ է իրանց հավատում։ Այդ դրա համար ենք անհանգստանում, որովհետև մենք տեսնում ենք, որ մեր երկիրը ինչ վիճակում է հայտնվում։ Երեք իհարկե դե խոսում ենք նաև առաջիկա այս ամեն ինչը ինչ որ անում են ընտրությունների հետ կապված են անում, շատերը նաև ինձ ասում են, դե պետք է միավորվել այս ուժերի բան եւ այլ անգամ ցանկ են գրում, հարգելիներս բոլորի ազգանունները ես գիտեմ։
Պարտադիր չի բոլորին անձամբ ճանաչեմ, բայց մարդիկ կա, որ 20 տարուց ավել ճանաչում եմ։ Այնպես չի, որ ես չգիտեմ ում մասին է խոսքը։ Դա չի, որ ինչը որ մենք պետք է անենք։ Մենք ունենք մի քանի քայլեր, որ ես ձեզ երեգել ներկայացրեցի, հիմա էլ նորից մի հատ էլ արագանցնեմ, որովհետև շատ նյութեր կա, որ հասցնեմ դա էլ ասեմ։ Խոսքը վերաբերում է սրան։ Մենք ունենք հիմա YouTube-յան ալիք։ Այս YouTube-յան ալիքը չի ստեղծվել ընտրությանը մասնակցելու համար։ Եվ ընտրությանից հետո է շարունակելու է իր գործունեությունը, որտեղ դա ընդհանրապես ընտրության հետ կապ չունի։ Սա շփում է հասարակության հետ։ Եվ այո, ընտրություններից առաջ հնարավոր մաքսիմալով կաջակցենք այն ուժերին, այն գաղափարներին, որ մենք պատկերացնում ենք, որ մեր երկրի համար ճիշտ է։ Ընտրության ընթացքում էլ դրանից հետո էլ, որովհետև հսկայական թվով բաներ կա։ Երբ որ մարդկանց հետ խոսում ենք, շատ դեպքերում ասում են, բա ժամանակին, որ այս ամեն ինչը իմանայինք, ուրիշ ձևի ընտրություն կանեինք։ Երբ որ հանում եմ ասեմ, բա 20 տարի առաջ ես ենք ասել, 15 տարի առաջ ես, ասма լավ ասել եք, միտեղ տպել է, բոլորս դա չենք կարդացել։ Այո, այն ժամանակ հնարավորություն չկար շատ մեծ ինֆորմացիա տարածելու, որովհետև սահմանափակում էին նախկին իշխանությունները, իրանցով լցնում էին, եւ հա, ինչ որ միտեղ դու միտք ասում էիր, որը կարող ես հիմա հանել ու ցույց տալ, որ տպագրված է, բայց դա հանրության վրա ազդեցություն չուներ, որովհետև ծավալը փոքր էր, տիրաժը փոքր էր։ Հիմա այսօր բարեբախտաբար այդ հնարավորությունը կա, ու շատերը միամտաբար դա վերագրում են Փաշինյանին ու ասում են, այս հնարավորությունները, որ ունեք Փաշինյանին քննադատում եք, այդ հնարավորությունները մեզ Փաշինյանը չի տվել։ Փաշինյանը ոչ Ցուկերբերգն է, ոչ Մասկն է, ոչ էլ Բիլ Գեյթսն է, ժողովուրդ ջան, եթե տեղյակ չեք, ասեմ, կարող է ծանր եք տանում, բայց Փաշինյանը չի համացանց ստեղծել, ժողովուրդ ջան, կարող է հասկանում եմ, ծանր է այդ մտքի հետ հաշտվելը։ Այդ հնարավորությունը ստեղծվել է ամերիկյան ընկերությունում դու գրանցում ես եւ ազատ ես հանգիստ շփվելու։ Աշխարհի ցանկացած տեղ, որտեղ լրնես, կարող ես մտնես եթեր եւ քո նյութերը տարածես։ Դրա համար առաջի գործիքը, որ մենք ունենք, առաջի հարթակը սա է, որով ես ցանկանում եմ, որ մենք մաքսիմալ կարողանանք արդյունավետ օգտագործել, որից հետո, երբ որ մենք այն չափի վստահություն ինչքան կունենանք, մնացածը արդեն երկրորդ քայլն է։ Որևէ մեկին կաջակցենք, թե որևէ մեկի ընտրացուցակ կնստենք, կպայմանավորվենք եւ այդ ցուցակի մեջ ես եւ իմ համախոհները կլինենք, թե ուժի կենտրոն կստեղծենք եւ հետագայում կնստենք սեղան, ամեն մեկը այդ ուժի կենտրոնով կգա կնստի, կասի ես այս սեղանին դնում եմ այսքան ֆինանսական հնարավոր, այսքան կազմակերպական ռեսուրս, այսքան մեդիա հնարավորություն, մյուսն էլ ասում է այս, մյուսն ասում է այս, հնարավորությունը կլինի ավելի մեծ, կասեն չէ, դու թիմ հավաքի մյուսներին հրավիրի, այդ էլ կախված է հնարավորությունից։ Այսինքն դրանք տեխնիկական հարց է այդ տարբերակներից, որը կընտրվի, բայց առաջինը կոնկրետ առարկայական աշխատանք սա է, որը որ մենք անում ենք եւ ինչքան մեծ հնարավորություն ունենանք, այնքան ավելի շատ կկարողանանք մեր խոսքը հանրությանը հասցնել։ Ի վերջո այս ձևաչափով որ խոսում ենք, համընտրողն է լսում, որ կողմնորոշվի ում ընտրի, համընտրվողն է լսում, որ ի վերջո իմանան թիմ կազմելու ժամանակ ում հետ ինչ անեն, ինչ ծրագրային հարցերով, ինչ գաղափարական հարցերով համախմբեն։ Համեն մեր սփյուռքահայ հայրենակիցներն են լսում, որ իմանան, եթե իրանք ցամար որ ուժը կլինի հոգեհարազատ, որ իմանան ում ինչով աջակցեն։ Դրա համար եմ ասում, սա պարտադիրն է, որը որ մաքսիմալ պետք է անենք, եթե ընտրությունից առաջ ուզում ենք մի բան անենք։ Իսկ մնացածը, որը որ պետք է անել, դա արդեն կախված է նրանից, ինչ չափի կվստահեք ինձ, այդ դրանով էլ կնստենք բանակցային սեղանին, որովհետև բանակցային սեղանին նստելու համար մենակ նա չի, որ ծանոթ մեկին զանգես, ասես, եկեք երկուսով զրուցենք։ Դա հսկայական ռեսուրս է պահանջում, որը դու նստես, ասես, այս մասն էլ էսին վրա եմ վերցնում։ Հասկացեք, դա է հարցը։ Այնպես որ եթե ես ասել եմ, որ դրա հետ կապված ես տեսնում եմ իմ մասնակցությունը պարտադիր է, ոնց որ ես դες ասացի, ինչքան շատ կարողանանք ծավալը ընդլայնենք YouTube-յան ալիքի, օգտվելով առիթից էլ ասեմ, եթե հավանում եք, սեղմեք լայք կոճակը, բաժանորդագրվեք այդ Վարդանտինյան YouTube-յան ալիքին, սեղմեք զանգակ կոճակը, գրեք մեկնաբանություններ, գրեք հարցեր, մաքսիմալ տարածեք։ Շատ դեպքերում ինձ դիտողություն են անում, ասում են վերջում ես ասում, սկզբից ասա, բացի դրանից էլ ասում են փոխանցումների հետ կապված էլ ասա, որ մենք իմանանք, որ իսկապես դու ցանկանում ես դա անես, ոչ թե եթե մի քիչ ցայն չես անում, կարող է փոշմանել, չէ, չեմ փոշմանել, ժողովուրդ ջան։ Կազմակերպական են հարցերը, որ իմ ուժերի է անում եմ։ Դրա համար մեկ անգամ եւս ասեմ, նյութի նկարագրական մասում կա եւ արագ փոխանցման տարբերակներ եւ բանկային փոխանցման տարբերակներ։ Հիմա արդեն նաեւ էկրանի վրա դուք տեսնում եք նաեւ QR կոդը PayPal-ի, կանենք այնպես որ նաեւ կլինի Patreon-ինը, այնպես որ դուք հնարավորություն կունենաք ձեր մասնակցությունը
ունենալ, բայց մասնակցությունը մենակ դրանով չի, նաև իմացեք, որ մաքսիմալ ինչքան տարածենք, որտեղ նկատի ունեցեք, երբ որ հիմա հնարավոր չի փակել, ասենք YouTube-յան ալիքը ազդել որոշակի բանը, չնայած փորձում են ազդել, որ սահմանափակեն, հիմա էլ ուրիշ տարբերակ են անում։ Այն ժամանակ փակում են, որ քո խոսքը տեղ չհասնի։ Հիմա իրանք իրանց մեդիաները բացելով ամբողջ տիրույթը լցնում են, որպեսզի այդ ինֆորմացիոն մեդիա աղբի մեջ, այդ իրանց ակտիվիստներն իրար ուտելու մեջ մարդը մտնի համացանց հազիվ նկատի մի հատ ինֆորմացիա, որ ասի լավ, լաս սպասեք, այս գժանոցի մեջ մի հատ տենանք, կարող է մեկը մի հատ նորմալ բան է ասում, այդ էլ լսենք։ Հիմա իրանք մյուս տարբերակով են գնում։ Դրա համար երբ որ դուք մտածում եք, հալավ ինչ է եղել, մարդը խոսում է, կամ իր նման համախոհ մարդիկ են խոսում են, մենք էլ լսում ենք, չէ, դուք լսում եք, բայց էլ մյուսների խլացնում են իրանց ինֆորմացիան լցնելով, իրանց ակտիվիստների նյութերը լցնելով, դրա դեմ պայքարելու, պատկերացնում եք, մեր ռեսուրսը որն է, մեր ռեսուրսը իմ թիմն է, մեր ռեսուրսը ձեր հնարավորությունն է, ինչով պետք է մենք անենք, ով մենք մեդիա ուրիշ ռեսուրս չունենք։ Դա եմ ասում, որ եթե դուք ուզում եք առարկայական պատկերացնեք, ես ձեզ քայլերի հաջորդականությունն ասեցի, ըստ հնարավորությունների կընտրենք տարբերակներից մեկը, բայց որ ասել եմ, ես անտարբեր չեմ կարող լինել առաջիկա ընտրության հետ կապված, կլինի արժանի թեկնածու, ասենք Ժողովուրդ ջան, այս ռեսուրսով, մեր թիմով, այս պատկերացումներով գնացեք այս մարդկանց այն տվեք, մենք էլ ինչով կարանք կօգնենք։ Բացի դրանից, կամ ես պատկերացնում եմ ինձ այդտեղ, կամ եկեք մի հատ թիմ հավաքենք, սարքենք դա, եկեք ես անեմ, մյուսն անի, մի խոսքով, ձեզ տեխնիկապես այդ ամեն ինչը պարզ է։ Ամենակարևորը, որը առարկայական է, որը այսօր ունենք, սա է, որով էլ այդ հարցերը պետք է անենք, որով էլ մարդկանց հետ շփվենք ու ասենք։ Մի խոսքով, ինձ թվում է պատկերացեցիք, հիմա ասենք, շատ հարցեր ունենք, դրա մասին խոսենք։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին արձագանքել է Ռուսաստանի փոխանցած ուշագրին, որն Ուկրաինային էր հանձնվել հունիսի 2-ին Ստամբուլում կայացած բանակցությունների ժամանակ։ Սա վերջնագիր է եւ ոչ ուկրաինական կողմը, ոչ էլ մեկ այլ լուրջ չի ընդունի, քանի որ դրանում վերջնագիր կա։ Այսինքն այս ուշագիրը թյուրիմացություն է, սա անկասկած հակասում է ՄԱԿ-ի կանոնադրությանը, հակասում է առողջ բանականությանը եւ Ուկրաինայի սահմանադրությանը։ Իդեպ նրանք գիտեն դրա մասին, ընդգծել է Զելենսկին։ Բայց հիմա Ռուսաստանը այս երկու օրվա մեջ վերջապես ուշքի եկավ Պուտինը եւ խոսեց ավիաբազաների հարվածի մասին, էլ տեսեք ինչ է խոսում։ Կառավարության անդամների հետ հանդիպմանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է. Կիևի ռեժիմը, որն առանց այն էլ լեգիտիմ չէ, վերածվում է ահաբեկչական կազմակերպության։ Կիևի հովանավորները ահաբեկիչների հանցակիցներ են։ Ով է ընդհանրապես բանակցում ահաբեկիչների հետ, ասել է Պուտինը։ Այսինքն ինքը հիմա էլ ուզում է արդարացնի, որ բանակցությունն իմաստ չունի, ահաբեկիչի հետ չենք բանակցում։ Բա որ հարձակում էր Ուկրաինայի վրա, ահաբեկիչ չէիր։ Ռուսաստանի նախագահի խոսքով Ուկրաինան հսկայական կորուստներ է կրում եւ նահանջում է առաջնագծի ողջ երկայնքով, ուստի փորձում է ահաբեկչական հարձակումներով վախեցնել ռուսներին։ Իհարկե սա այն արդարացումը չի, որ ինքը փորձի ներկայացնի, որովհետեւ շատ ծանր հարվածներ կերավ Ռուսաստանը, մանավանդ որ տեսա, որ 1.5 տարի իր տարածքում կարող են հարյուրավոր, եթե չասենք հազարավոր մարդկանց խիստ գաղտնիության պայմաններում ներգրավել, գնալ տեղում պատրաստել, արտադրել, այս անել, այն անել, այդ ամբողջ շղթան որ պատկերացնեք ու մի հոգուց ձայն դուրս չի եկել, որպեսի որևէ կամ մեկը չի ձախողվել, կամ մեկը չի գնացել, ծախել այդ ամբողջ օպերացիան, պատկերացնեք ինչ գումարներ կաշխատեր։ Դե ուկրաինացի են, Ժողովուրդ ջան, նրանք չեն ծախվի, դուք ուրիշ տեղ մանեկեք, որ կարան ուղղակի հարմար առիթներ դա անեին։ Հա, եւ մեկ էլ փաստորեն այդ ամեն ինչից ինքը մտածում է, որ դելեսօր ինչ բանակցենք, որ, բայց հիմա դուք տեսեք, Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Սերգեյ Ռябկովն էլ ինչ է ասում։ Ռուսաստանը ԱՄՆ-ի եւ Մեծ Բրիտանիայից պահանջում է հստակ արձագանքել ռուսական ռազմավարական ավիացիայի վրա Ուկրաինայի հարձակումներին։ Այսինքն սա էլ փաստորեն ինքը պատասխան է պահանջում, բողոքում ասում է ոնց, բա դուք չեք դատապարտում, լամեատասեք, էս ինչ կատարվեց, էս դուք ինչքանով եք տեղյակ, ոնց եղավ, ինչ եղավ եւ այլ, դուք պատկերացնում եք, չէ՞։ Այսինքն հիմա էս են Ռուսաստանն է, էլի որ 3 օրում Ուկրաինա էր գրավում, հիմա արդեն մտածում է, որ եթե Ամերիկան ու Մեծ Բրիտանիան չդատապարտեցին, կարող է իրանց մատնելախառը, ենթադրենք խառնա, բան ունես ասելու, դե ասա, անելիքը տարա։ Եթե մտածում էր, որ Ուկրաինան կվախենա հարվածի, բա որ պատասխան կստանա, ինչպես
տեսար չվախեցավ ու հարվածեց։ Դրա հաջորդ օրն էլ հարվածեց Ղրիմի կամուրջին, որ հիմքին հարվածել են հենասյուներին, հայտարարում են այսօր Պեսկովն ասում է, բայց երթևեկության համար բաց է, ավելի վատ որ բաց է, եթե մարդիկ կարող է գնան եւ վթարի ենթարկվեն։ Այսինքն արդարացնում եք, որ ոչ մի խնդրեմ չկա, այսինքն խնդրեմ չկա, որ երրորդ անգամ կարողանում են բանին այդ կամուրջին հարվածեն, բայց ձեր գործը ինչ է, այդ կամուրջն էլ չեք կարողանում պահել, որը ձեզ համար սկզբունքի հարց է։ ԱՄՆ պետք քարտուղար Մարկո Ռուբիոն հանդիպել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակի հետ։ Բանակցություններից հետո Երմակը Միացյալ Նահանգներին կրկին կոչ է արել պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ։ Այսինքն Ուկրաինան իր գիծը շարունակում է, գիտեք, որ Երմակը որ գնալուց առաջ արդեն Վոլոդիմիր Զելենսկին հայտարարեց թե նպատակները նաև որն է տնտեսական համագործակցության հարցեր եւ այլ եւ այլ։ Այսինքն իրանք իրենց քայլերը հետեւողականորեն անում են եւ հոգեբանորեն նրանք ովքեր աջակցում էին Ուկրաինային ավելի ոգևորված են, Ամերիկան էլ հասկացավ, որ եթե փորձի Ռուսաստանը խաղեր տա, ինքը հասելիք ունի նրան, որ եթե չափը տանցնես, մի քիչ էլ Ուկրաինային օգնենք, վիճակը կպատկերացնես։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Տրամփը հայտարարել է, իսկ դուր է գալիս Չինաստանի ղեկավարը, միշտ էլ դուր է եկել եւ միշտ էլ դուր է գալու, բայց նա շատ անզիջում է եւ չափազանց դժվար է նրա հետ, պայմանավորվել է գրել է Տրամփը։ Իհարկե, ելի մաքսատուրքերի հետ կապված համաձայնության չեն գալի է ժեստերը Չինաստանի նախագահի հետ կապված, ավելի շատ հետ քաշվելու գեղեցիկ ժեստերի բաներ է արվում, որովհետեւ այո, եթե մարդը իր պետության շահերն է պաշտպանում, պինդ կանգնած է իր պետության շահերին, օրենքով պետք է հարգանքի արժանի լինի, անկախ նայած նրա գաղափարությունը կիսում ես թե չէ, անկախ նայած նրա կուսակցական պատկանելությունը կամ էլ նրա գաղափարախոսությունը կիսում ես թե չէ։ Եվ այդ կարգի առաջնորդն է նաև Կիմ Չեն բանը Սի Ցզինպինը, որը կանգնեց շատ կոշտ կանգնեց ու ասեց, որ դնում եք մաքսատուրք, մենք էլ ենք դնում եւ բանակցությունների հետ կապված անզիջում առաջ են գնում։ Ի վերջո պետքա դրանից ձևը գտնի հրաժարվի, համարենք Դոնալդ Տրամփի այս կոմպլիմենտը նաեւ նրա համար է, որ կամած մի քիչ հալածնի, չնայած Չինաստանի ղեկավարին այդքան հեշտ չես հալածնի sense կոմպլիմենտներով, պետք է մի քիչ ուրիշ ավելի առարկայական բաներ գտնվի։ Իսկ հիմա մենք մեզ համար բացի ուկրաինական պատերազմը նաեւ մեկ ուրիշ տակետը, որը մեզ շատ լուրջ հետաքրքրում է, թե ի վերջո Իրանի հետ կապված ինչ անելու։ Շատ ենք խոսել այդ մասին, որ եթե կամ համաձայնության գան, կամ համաձայնության չգան, բայց պարտվող կողմ չլինի։ Դա է մեր շահերից բխում։ Պարտվող ցանկացած կողմը մեր շահերից չի բխում։ Իսկ հիմա Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին հայտարարել է. Իրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակը կարգավորելու համար Իրանի հետ բանակցությունների ընթացքում Միացյալ Նահանգների կողմից առաջադրված պայմանները հակասում են Իսլամական Հանրապետության հիմնարար սկզբունքներին։ Մեր շահերը պաշտպանող գլխավոր սկզբունքը մենք կարող ենք սկզբունքն է։ ԱՄՆ բոլոր առաջարկները 100%-ով հակասում են այս սկզբունքին։ ԱՄՆ-ի առաջին խոսքն այն է, որ Իրանը չպետք է միջուկային արդյունաբերություն ունենա։ Մեր պատասխանը Ամերիկայի անհեթեթ պնդումներին հստակ է։ Նրանք ոչ մի անիծյալ բան չեն կարող անել այս հարցում։ Միջուկային արդյունաբերությունը արդյունաբերության հիմնական ճյուղն է։ Այն ազդում է բազմաթիվ գիտական ոլորտների վրա։ Ուրանի հարստացումը միջուկային խնդրի լուծման բանալին է, եւ թշնամիները կենտրոնացել են հարստացման վրա, հայտարարել է Խամենեին։ Իդեպ, կողմերի դիրքորոշումների տարբերության պատճառով ԱՄՆ Իրան բանակցությունների նոր փուլ կարող է տեղի չունենալ, հաղորդում է CNN-ը։ Այսինքն արդեն իրանք տեսնում են, որ նոր պայմանավորվածություն կարելի է չլիներ, եթե տրամագծորեն տարբերվում է իրանց տեսակետները։ Իրանը մի միլիմետր չի ցանկանում զիջել, Ամերիկան ասում է ինչ բանակցություն, եթե դու պետք է հրաժարվես ուրանը հարստացնելուց։ Եվ բացի դրանից նաև անդրադարձել է Իրանի արտգործնախարարը։ Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է. Իրանը շատ բան է զոհաբերել իր միջուկային արդյունաբերությունը զարգացնելու համար եւ ԱՄՆ-ի հետ չի կնքի գործարք առանց իր տարածքում ուրանը հարստացնելու հնարավորության պահպանման։ Իրանը թանկ է վճարել այս հնարավորությունների համար եւ չկա որևէ սցենար, որի դեպքում մենք կհրաժարվենք այն հայրենասերներից, որոնք մեր երազանքը իրականություն դարձրին։ Կրկնում եմ, չկա հարստացում, ուրեմն չկա գործարք, ոչ միջուկային զենքին, ուրեմն կա գործարք, գրել է նախարար Արաղչին։ Այս էլ մենք փաստորեն հասկացանք, որ Իրանի դիրքորոշումը դա է, իսկ այդ կոշտ դիրքորոշումը այնուամենայնիվ անհանգիստ է դարձնում մեր տարածաշրջանը։ Մանավանդ նորից մի հատ ուշադրություն կդարձնենք Իսրայել-Ադրբեջան ակտիվանալը, դա էլ որը այս փաթեթի մեջ է։
Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն նախագահ Վլադիմիր Պուտինի կարգադրությամբ ժամանել է Փհենյան։ Սա Շոյգուի երկրորդ այցն է Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետություն վերջին մի քանի ամսվա ընթացքում, վերջի անգամ մարտին էր։ Շոյգուն Հյուսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ քննարկել է Մոսկվայի եւ Փհենյանի համագործակցությունը, ինչպես նաեւ ուկրաինական ճգնաժամի շուրջ ստեղծված իրադրությունը, այսինքն Պուտինը անմիջապես մեկ անգամ եւս արտահերթ Շոյգուին ուղարկեց, որ գնահանգնի Կիմ Չեն Ընի ոտերը եւ ասի օգնի, որովհետեւ խնդրեմ ունենք, այնայդ ծանր հարվածներ են հասցնում, առանց քո օգնության մենք չենք կարող։ Բայց այդ ծանր հարվածներից հետո կարող Կիմ Չեն Ընն էլ չօգնի իրան, կամ եթե օգներ, դա որևէ արդյունք չունենա։ Արդյունքում մինչով մի պահի հրաժարվի։ Բայց դուք տեսեք Ռուսաստանի տեղը ինչքան անեղ, որ կարող է մի քանի ամսվա ընթացքում 3 անգամ գնա հանդիպման։ Ինչ եք այդքան քննարկում, ռազմավարական գործընկերության փաստաթուղթներ ստորագրած։ Այսինքն սա նաև հենց ցույց է տալիս Ռուսաստանի վիճակը։ Նենց որ եթե ինչ որ մի բան որոշ մարդիկ չեն պատկերացնում, իմանան։ ԱՄՆ պաշտպանության նախարարը 2022 թվականից ի վեր առաջի անգամ չի մասնակցի Ռամշտայն ձևաչափով կոնտակտային խմբի հանդիպմանը։ Հանդիպումը տեղի կունենա հունիսի 4-ին Բրյուսելում, այսինքն այսօր, բայց նոր ինֆորմացիա չկար դրա համար չասեցի, Դաշինքի կենտրոնակայանում գործակալության տվյալներով նախարար Փիթ Հեքսեթը դրան չի մասնակցի ոչ RRS, ոչ էլ տեսակոնֆերանսի ռեժիմով։ Ռամշտայնը ամեն ամիս իրականացվում է 2022 թվականից, դա Ուկրաինայի վրա հարձակումից հետո Ռուսաստանի գերմանական բազայի անունով հենց դրվեց, որ Ուկրաինային օգնության հարցը Ռամշտայնը, դրա նախաձեռնողի դեպ պաշտպանության նախկին նախարար Ամերիկայի Լոյդ Օստինն էր, եւ այս պարագայում արդեն իրանց վրա շատ լուրջ դերակատարություն է վերցնում Մեծ Բրիտանիան եւ Գերմանիան։ Այն ժամանակ միշտ նախագահում էր Ամերիկան, հիմա Մեծ Բրիտանիան ու Գերմանիան իրանց վրա են վերցրել, ասում են մենք կանենք։ Այսինքն եթե Եվրոպան ինչքան էլ ուժեղանա, մենք դրանից չենք դուրժի հաստատ։ ԱՄՆ հանրապետական սենատոր Լինսի Գրեհեմն ինչ ասէ։ Եթե այս պատերազմն ավարտվի այնպես կարծես մենք լքել ենք Ուկրաինան, դա ավելի վատ կլինի, քան Աղվանստանից դուրս գալը, նշել է սենատոր Գրեհեմը։ Իդեպ ինքը հանրապետական սենատոր է։ Այսինքն ինքը նաև ասում է Տրամպին, որ չես կարա դու տես թողես հետ քաշվես։ Եվ դա այն մարդիկ են, որոնք պետք է օբյեկտիվորեն Տրամպի քաղաքականությունը պաշտպանեն։ Եվ Ուկրաինայի հարցով ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Քիթ Քելեգը հայտնել է. Ես խոսեցի Լինսի Գրեհեմի հետ, այդ նույն Գրեհեմի մասին խոսքը, եւ ենթադրում եմ, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին օրենքն արդեն պատրաստ է հրապարակման։ Պատժամիջոցները բավականին ծանր են, նշել է Քելեգը։ Իհարկե Տրամպը ասել է, որ մի փոքր հետաձգեք, մինչև լատեսնենք ինչ ալնում, բայց այնուամենայնիվ ասում են դա պատրաստ է, եւ դրա համար այդ պարագայում մենք արդեն պատկերացնենք, որ դերքերի զարգացումների հետ կապված։ Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է. Միացյալ Թագավորությունը 10 անգամ կավելացնի անօդաչուների մատակարարումն Ուկրաինային եւ մինչեւ 2026 թվականի ապրիլը կտրամադրի 100,000 դրոն։ Դրոնների արտադրությունն ավելացնելու համար Լոնդոնը ռեկորդային 350 միլիոն ֆունտ, մոտ 472 միլիոն դոլար կներդնի բրիտանական պաշտպանական ընկերությունների կողմից դրանց արտադրության մեջ։ Այն որ ասում ենք Բրիտանիան շանսը բաց չի թողելու, դնելու է պաշտպանական արդյունաբերությունը զարգացնել ռազմականը, որը օգնելու է տնտեսական մյուս ճյուղերին, հիմա տեսնում եք ինչ անում։ Ռազմական գերատեսչություն նշել են, որ Կիևին դրոնների մատակարարումները կտրուկ ավելացնելու պլանները թելադրված են նրանով, որ Ուկրաինայի զինված ուժերը ցուցադրել են մարտի դաշտում դրանց օգտագործման արդյունավետությունը։ Այսա ինչի մասին խոսում էինք, որ որակապես փոխեց Ուկրաինան պատերազմի թաթերաբեմը եւ պատերազմի նկատմամբ վերաբերմունքը եւ Ուկրաինայի նկատմամբ վերաբերմունքը։ Իսկ հիմա Ջորջիա Մելոնին Հռոմում հանդիպել է Էմանուել Մակրոնին։ 3 ժամյա քննարկումից հետո Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ու Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որով վերահաստատել են իրենց վճռական աջակցությունը Ուկրաինային։ Հայտարարությունում ղեկավարները նշել են, որ Ուկրաինային արդար եւ կայուն խաղաղության հասնելու համար իրենց անշեղ աջակցությունն առավել քան երբևէ անհրաժեշտ է։ Հանդիպումից առաջ Ելիսեյան պալատը նշել էր, որ Մակրոնի եւ Մելոնիի միջև կային հարցեր, որոնք պահանջում էին հստակեցում, մասնավորապես Ուկրաինայի աջակցության հարցում։ Ինչպես հաղորդում են լրատվամիջոցները, այս հանդիպումը գնահատվել է որպես դիվանագիտական վերաբերնում։
վերաբերնում Փարիզի եւ Հռոմի միջև, սակայն երկու կողմն էլ ընդգծել են, որ նրանց հարաբերություններում երբեք լարվածություն չի եղել։ Իդեպ շատ լուրջ դերակատարություն ունի Ջորջը Մելոնին, որովհետեւ ինքը լավ հարաբերություններ ունենալով Տրամպի հետ, այնուամենայնիվ տանում էր եվրոպական քաղաքականությունը ոչ թե միայն Իտալիայի հարցը լուծելով, մի քիչ Մակրոնը նեղացել էր, որ մտածում էր, որ մի քիչ пассивացել են Ուկրաինային պաշտպանելու հարցում, մի քիչ այնպես պինդ չի կանգնած ոնց որ մյուս գործընկերները անգամ փորձում էին Մակրոնի գործընկերները բարիշացնեն, այսպես ասած, Կիր Սթարմերը կամ Ֆրիդրիխ Մերցը Մելոնիի հետ, բայց ինչպես տեսնում եք, Մակրոնը հետահանդիպել է եւ բոլոր տարաձայնությունները հարթված են, իսկ դա հօգուտ եվրոպական անվտանգության ու զարգացման է։ Դա էլ շատ կարեւոր հանդիպում է։ Դեպարտամենտի խոսնակ Թեմի Բրյուսը հայտարարել է, ԱՄՆ վարչակազմն ակնկալում է, որ Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջև բանակցությունները երկար ժամկետով չեն ձգվի։ Նախագահ Դոնալդ Թրամփի եւ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի անհրաժեշտ են արդյունքներ եւ ժամկետներ։ Ցանկություն կա, որ սա ամիսներ շարունակ չձգվի, կամ հանդիպումներն անցկացվեն միայն հանդիպումների համար։ Սա 1 տարի չի տևելու, ասել է Բրյուսը։ Այսինքն ինչպես տեսնում եք, այս հարցում էլ փորձում են արագացնել, բայց հիմա մի քիչ ավելի լեզուները երկար Միացյալ Նահանգների, եթե իհարկե ճիշտ օգտագործեն Ռուսաստանի վրա ճնշում գործադրելու համար։ Իսկ հիմա մի բան էլ, որը մեզ համար նաև հետաքրքրող է եւ ինչ որ տեղանանգստացնող, Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն շնորհակալություն է հայտնել Ադրբեջանին Իսրայելի եւ Թուրքիայի միջև երկխոսությունը հեշտացնելու, ինչպես նաև տարածաշրջանային համագործակցության ամրապնդման ուղղությամբ ջանքերի համար։ Այստեղ մի հատ խնդիր կա, որ երբ որ Ադրբեջանը անգամ Թուրքիա եւ Իսրայել հարաբերությունը կարգավորելու միջնորդ հալնում, միևնույն է դա էլ Թուրքիային դուր չի գալի, որովհետև ինքը միշտ վտանգ է տեսնում, որ հանկարծ Ադրբեջանը Իսրայելի միջոցով Ամերիկայի հետ կաշխատի Իրանին հարված հասցնելու հետ կապված դերակատարությունը, այսինքն Թուրքիայի դերակատարությունը կպակասացնի, որովհետև ինչքան ուզում է իրանք բանակցեն Իսրայելի հետ, հո բարեկամ չդարձան, իսկ Ադրբեջանը ցանկանում ասի երկուսն էլ իմ բարեկամն եք, բայց իմ միջոցով շփվեք, որպեսզի այդ միջնորդությունը ինքը պահի։ Եվ դա ինչ որտեղ դուր չի գալի, անգամ քննադատություններ են հնչում Թուրքիայում Ադրբեջանի հասցեին, նրանք էլ հակադարձում են, բա մենք եղբայրներ ենք, այս ինչ եք անում, որտեղ Թուրքիան հասկանում է, որ Ադրբեջանը խաղեր է տալիս, որովհետև ուզում է Իսրայելի հետ ուղիղ աշխատի Ամերիկայի վրա դուրս գալով Իրանի հարցում դերակատարություն ստանձնի։ Մեր համար դա շատ կարևոր է, որպեսզի մենք իմանանք, որ այս հարցը այնուամենայնիվ փակված չի, ինչպես տեսնում եք։ Դրա նկատմամբ պետք է մենք շատ ուշադիր լինենք, առավել ևս, երբ որ մեր իշխանության ուշադրությունը տեսնում ենք ինչի վրա, գոնե հասարակական պահանջ ու ճնշում պետք է լինի, որ ուշադրություն դարձնեն ինչա կատարվում։ Սպիտակ տունը հայտնում է, ԱՄՆ նախագահ Դոնալդ Տրամփը հունիսի 3-ին հրամանագիր է ստորագրել պողպատի եւ ալյումինի համար մաքսատուրքերը մինչեւ 50%-ի բարձրացնելու մասին։ Նշվում է, որ այդպիսով նախագահ Տրամփը միջոցներ է ձեռնարկում Ամերիկայի կարևորագույն պողպատի եւ ալյումինի արդյունաբերությունները պաշտպանելու համար, որոնք վնաս են կրել անարդար առևտրային պրակտիկայի եւ համաշխարհային գերարտադրողականության պատճառով։ Տրամփը պողպատի եւ ալյումինի ներմուծման մաքսատուրքը 25%-ից բարձրացնում է 50, որոշումն ուժի մեջ կմտնի 2025 թվականին, այսինքն այսօրվանից։ Հիմա դա էլ տեսնենք ինչ զարգացումներ կունենա, բավական դժգոհություն կա եվրոպական երկրներից, նաեւ Կանադայից, առայժմ Մեծ Բրիտանիային չի բարձրացրել, բայց միևնույնն է դա էլ ուժի մեջ է, որ կարող է դա էլ բարձրանա, չնայած դեռ պայմանավորվածության են եկել, բայց միևնույնն է ուշ թե շուտ պետք է դրանք վերանայվի։ Իսկ մեկ էլ մի բան, որ այս ամբողջ տնտեսական քաղաքականության մեջ կապված ամերիկացի գործարար Իլոն Մասկը քննադատել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Տրամփի օրինագիծը հարկային կրճատումների եւ բյուջեի երկարաձգման վերաբերյալ ցավում եմ, բայց այլևս չեմ կարողանում դիմանալ, այո մեծ անպատկառ կոնգրեսի ծախսերի օրինագիծը զզվելի այլասերվածություն է ամոթ նրանց, ովքեր քննարկել են դրա օգտին։ Դուք գիտեք, որ սխալ եք գործել, գրել է Մասկը։ Մասկը կարծում է, որ օրինագիծը զգալիորեն կբարձրացնի արդեն իսկ հսկայական բյուջետային դեֆիցիտը մինչև 2.5 տրիլիոն դոլարի։ Իդեպ խնդիրը ստե որն է, բա ընտրություններից առաջ թեթևի տված Դոնալդ Տրամփն ասում էր Մասկը գալիս է ամենահաջողակ բիզնեսմենը, ամենազարգացածը մեծ Մարս մոլորակը հանելու, արհեստական ինտելեկտ, էլեկտրոմոբիլներ եւ այլ, այդ ամբողջ PR-ը նաեւ գնում էր Մասկի կերպարի վրա։ Ինչ տնտեսական քաղաքականություն վարվեց եւ ինչ կատարվեց, այդ ընտրողին ինչ պատասխան եք տալի։ Հիմա էլ տարաձայնություններից եք խոսում։ Հարցը նա է, բայց միասին ինչ որ տնտեսական քաղաքականությունով արդյունավետությունից եք խոսում։ Հիմա պարզում է ոչ թե խնայողությունը ալնելու,
այլ 2.5 տրիլիոն դոլար էլ կուբաներն ավելանալու է, բա դուք եք այդ ամեն ինչ անելու, բայց ընտրողին ինչ պատասխան եք տալու։ Անենց ակնհայտ բաներ էր արվում, որ ոչ թե ամերիկացին Երևանում նստած մենք տեսնում ենք ինչա կատարվում ու ասում են ժողովուրդ էս չեք անում, էս ինչ ոնց ասես բան հնարավոր։ Այն չամերիկացի ընտրողը չէր տեսնում, բայց դες հավատում էր։ Ինչ արժեցավ այդ հավատը, որ չարաշահեցիք։ Էս այն մասն է, որը ընդամենը վերջերս կանգնել է Ուկրաինայի դրոններով հարվածից հետո ասում ապագան դրոններն է։ Յա Բական էլ է արդեն ներկայանում էր, որ Մարս մոլորակ մեզ տանող մարդն ես, քեզանից զարգացած մարդ գոյություն չունի, մինչև ամեն ինչ արդեն ամեն ինչ գիտես, որտեղ ինչա կատարվում, լամյատ տես ինչ հնարավորություններ ունես, արհեստական ինտելեկտի ինչ ծրագրեր, պարզվում է ընդամենը նոր գլխի են գար, որ կարևորը դրոնն է, թե կործանիչն է, թե ինքնաթիռն է, թե ուղաթիռն է, բա մարդիկ հավատում էին, էս է ձեր իմացած ինֆորմացիան, Այս ձևով եք այդ ամեն ինչը հասարակությանը ներկայացրել, բա ոնց եք այդ հասարակությանը բացատրելու, որ հիմա այս տարաձայնությունները կա, իդեպ Տրամպը այս ամեն ինչը առաջի անգամ չի որ մասկը հնչեցնում է, բայց կանգնել է Տրամպը եւ ասել է, որ այո, լսել եմ իր կարծիքը, բայց դա ինձ չի հետաքրքրում, ես շատ արագ սապտի ստորագրեմ, հիմա ոնց եք պատկերացնում բա դրա լուծումը, իմ ասածը կայանում է նրանում, որ այս կարգի հարցերով են, Ժողովուրդ ջան, փորձել մարդկանց բացատրել, որ տեսեք լավ բան ենք անում։ Դրա համար ցանկացած իշխանությանն է դա վերաբերվում, որ ողջևորված ներկայացնում են իրանց արածը, թե տեսեք ժողովուրդ ջան, մենք ինչ ենք անում պետության համար, ժողովրդի համար, ինչ է այդ նույն խնդիրները մեր մոտ մենք չենք տեսնում, այդ նույն խնդիրները թե ոնց են ներկայացնում, բայց հաղորդման սկիզբը դրան սկսեցին, իրան սխալը ճշտի տեղ անցկացնելու հետ կապված, ճոռոմ խոսալու հետ կապված։ Իմ ասածը հենց սա է, որ դրա հետ կապված մենք պետք է ուշադիր հետևենք այս ամեն ինչին եւ նաեւ հաշվի առնելով, որ մեր համար ոչ միայն աշխարհն է լարված, ոչ միայն տարածաշրջանն է լարված, ոչ միայն մարդիկ գլուխ չեն անում, թե ինչա կատարվում, դա հենց ավելի շատ անհանգստություն առաջանում, այլապես մեր առավել եւս մերպես փոքր երկրի համար, այլ առավել եւս երբ որ տեսնում ես երկրի ներսում պետական մտածողության հետ կապված ամեն ինչ անում են, որ այդ մարդկանց մի կողմ թողեն եւ ամեն ինչ անում են, որպեսզի իշխանությունը փորձի ինքը իրանով օրակարգ լցվի եւ իրան համար արժանի ընդդիմությունով էլի որ իրար ուտեն ժողովուրդ էլ մի կողմ ասնեն ամեն մեկը մի կողմ որ դրանով այսինքն ուրիշ որևէ մեկին տեղ չթողեն սա է հարցը որ մենք պետք է փորձենք ամեն ինչ անել որ իրանց պլանները կարողանանք ձախողենք սա է հարցը իսկ պլանները ձախողելու հետ կապված մի խնդիր կա մենք գիտակից գաղափարական հասարակություն որ շատ կարեւոր է որ այդ մարդիկ իրանք եւ պատկերացնեն եւ իրանք իրանց բառերով հասարակությանը ներկայացնեն այն մարդկանց ովքեր մոտ իրանց խոսքը հեղինակությունը ձեր բանավեճով ձեր քննարկումներով կարողանանք ավելի շատ մարդկանց հետ շփվենք ու մի կարծի որ անպայման պետք է ենթադրենք ես ինչ որտեղ անպայման գնամ մարդկանց հավաքի մասնակցեն որ դրանով ասենք տեսեք ժողովրդի հետ շփվում են ես ամեն օր եմ ժողովրդի հետ շփվում դա իմ աշխատանքի մի մասն է որ դուս կգամ կքայլեմ կգնամ խանութ էլ կլինի շուկա էլ կլինի բանկ կլինի որևէ տեղ կլինի որևէ ես ամեն օր շփվում եմ մարդկանց ինձ հատուկ պետք չի հատուկ շփվել եւ ուզեմ ասեմ այդ հարցերը աշխատանքային կարգով արվող բաներ են մնացածը այն է որ կարողանանք ավելին անելու համար այս կարգի ձևաչափով կարողանանք ավելին անենք միջև հասնենք գոնե նրան որ այդ գաղափարական մարդիկ նստեն սեղանի շուրջ եւ պայմանավորվածություն ձեռք բերեն դե ինչ այսօր այսքանը եթե հավանեցիք սեղ 1 լայք կոճակը բաժանորդագրվեք Էդվարդ Անտոնյան YouTube-յան ալիքին սեղ 1 զանգակ կոճակը գրեք մեկնաբանություններ գրեք հարցեր եթե ցանկություն կունենաք արդեն PayPal-ի QR կոդն էլ արդեն հիմա էկրանի վրա տեսնում եք, արդեն այս կլինի պարբերաբար մեր նյութերի հետ կապված, այնպես որ դիտեք եւ դատեք ինքներդ։ Շնորհակալություն։